Գյումրի 1 սոցիալական ծառայության նպաստների բաժնի պատասխանատու Ռաֆայել Քոթանջյանը ցույց է տալիս բանկային կտրոնները։ Բոլոր նրանք, ովքեր ժամանակին թաքցնելով եկամուտները նպաստ են ստացել, կեղծիքը բացահայտվելուց հետո ինքնակամ գումարները վերադարձնում են պետական բյուջե։ Այս պահին դատական գործեր չկան։ Կազմում է համապատասխան ժամանակացույց, բայց դա ճանաչ քաղաքացին 12 ամսվա ընթացքում ավել ստացած գումարը հետ է վերադարձնում պետական բյուջե։ Վերահսկիչ պալատն այս սոցծառայություններում ստուգումներ իրականացրել է 2009 թվին։ Ինքը Իշխան Զաքարյանը հիշեցնում է, որ ստուգումների արդյունքում բացահայտումներ արվել են 2 սոցծառայություններում էլ։ Թեև պալատի գործը չէ հետևողական լինել ու ճշտել գումարները վերադարձվում են պետական բյուջե թե ոչ, կեղծիքներ թույլ տված անձինք արդյոք ենթարկվում են պատասխանատվության, սակայն Իշխան Զաքարյանը շեշտում է, որ իրենք այնուամենայնիվ հետևողական են եւ գիտեն յուրաքանչյուր ստուգումից հետո ինչ գործընթաց է հաջորդում։ Բավականին խախտումներ կար հայտնաբերված եւ դրանից հետո մենք ստացել ենք պաշտոնական պարզաբանումներ, որ գումարները, որոնք չպետք է ստանային, վերադարձվել են պետական բյուջե։ Վերահսկիչ պալատի նախագահը չի բացառում, որ դարձյալ ստուգումներ լինելու են Գյումրիում։ Կոնկրետ ժամկետներ չի մատնանշում, միայն շեշտում է, որ այդ ստուգումների կարիքը կա։ Անելու են այնպես, որ նպաստառուների եւ թոշակառուների ցուցակները լիարժեք մաքրվեն, որովհետեւ խոսքը գնում է խոշոր յուրացումների մասին։ Քանի որ Հանրապետության նախագահի կողմից խնդիր է դրվել եւ թոշակ եւ նպաստ համակարգում մենք ամբողջապես մաքրենք այդ ցուցակները, ես կարծում եմ, որ ոչ միայն Գյումրին, այլ Շիրակի մարզին մենք նորից անդրադառնալու ենք եւ ժամկետը հիմա ես չեմ կարող ասել երբ, բայց անդրադառնալու ենք միանշանակ։ Իշխան Զաքարյանը հիշեցնում է, որ Հայփոստ ընկերության կողմից կենսաթոշակառուների ցուցակների ճշգրտման արդյունքում 2011 թվականի առաջին եռամսյակում պետական բյուջեի տնտեսումը կազմել է 3.3 միլիարդ դրամ։ Այնպես որ յուրաքանչյուր ստուգում ենթադրում է պետական միջոցների խնայողություն։ Վերջը վերջոց բնակավարում մինչև վերջին մոլեկուլները պիտի իջնենք հասկանալու համար ինչա տեղի ունեցել։ Գյումրիում պատրաստ են արդյոք նոր ստուգումների։ Սոցիալական ապահովության տարածքային բաժնի տեղի ներկայացուցիչը լայն ժպտում է եւ հայտարարում։ Մենք միշտ պատրաստ ենք ստուգումների։ Ցուցակները միշտ էլ եղել են նորմալ տեսքի, այդ բան չէ, աննորմալի ու նորմալի խնդիրը չէ։ Պրոստը ցուցակային անձերի թոշակառուների տվյալներն են համադրվել, ճշտվել։ Այդ է խնդիրը։ Սոցիալական ծառայության ներկայացուցիչն էլ նույնն է կրկնում, միայն թե ակնհայտ հուզմունք կա։ Բոլորին է հայտնի, որ եթե համապատասխան մարմինը ցանկանա թերություն հայտնաբերել, կհայտնաբերի, եւ եթե ցանկանա արվածը շոուի վերածել, դա եւս խնդիր չէ, ինչպես եղավ Սոցհաբ հիմնադրամի նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանի պարագայում։ Վերահսկիչ պալատի նախագահից փորձեցինք ճշտել, այդ ինչպես է ստացվում, որ մեռած հոգիները տարիներ շարունակ թոշակ են ստանում, յուրացնելով խոշոր չափի գումարներ, սակայն վերևներն այդ մասին որքան եւ տարօրինակ է տեղեկանում են միայն ստուգումներից հետո եւ զարմացած արձանագրում կատարվածը։ Արդյոք կոռումպացված ոլորտի ներկայացուցիչներն այդ գումարները միայնակ յուրացնելու համարձակություն ունեն, թե ըստ նպատակահարմարության են իշխանությունները վերահսկիչ պալատի գործոնը դարձնում գործիք ոմանց պատժելու համար։ Կոնկրետ պատասխան Իշխան Զաքարյանը չտվեց։ Եթե ընդհանրացնենք ձեր հարցերը, պիտի վերջում ասենք ովքեր են կամ ով է մեղավոր։ Կարծում եմ այդ բոլոր հարցերի պատասխանները քննությունից հետո, ընթացող քննությունից հետո պարզ կդառնա։ Մի բան մենակ հստակ կարող եմ ասել, որ բոլոր մեղավորները պատժվելու են։ Ամեն մեկը իր չափով, իր գործած մեղքի չափով։ Ինչ վերաբերում է սոցիալական ապահովության տարածքային բաժնում տիրող խառնաշփոթին եւ տեղի պատասխանատուն եւ վերահսկիչ պալատի նախագահ հորդորում են զինվել համբերությամբ եւ սպասել պետության համար այդ շատ կարեւոր process-ի ավարտին։ Արմենի Վարդանյան, Համբարձում, Պապոյան, Գալանյուս։